Դուք հազարավոր դրամներ եք թափում անօգուտ քսուկների վրա, որոնք ընդամենը 15 րոպեով են թեթևացնում։ Իսկ գիտեիք, որ այդ թանկարժեք գելերի 95%-ը երբեք չի հասնում ձեր երակներին։ Դրանք պարզապես սառեցնում են մաշկը, ստեղծելով բուժման պատրանք, մինչդեռ խնդիրը խորանում է։ Ֆարմացևտիկ ընկերությունները ձեզանից թաքցնում են մի պարզագույն անվճար մեթոդ, որը մեր տատիկներն օգտագործում էին մինչև խոր ծերություն, ամուր ոտքեր ունենալու համար։ Նրանք շահում են ձեր ցավից։ Այսօր ես կբացահայտեմ այդ մոռացված գաղտնիքը։ Ես ձեզ խոստանում եմ, ընդամենը 7 օրից դուք կզգաք աննախադեպ թեթևություն ձեր ոտքերում, առանց դեղատանը թողնելու եւ ոչ մի լումա, բայց ամենակարևորը, ես ձեզ ցույց կտամ այն մեկ սխալը, որը մարդկանց 90%-ն անում է այս մեթոդը կիրառելիս, եւ որը կարող է ոչ թե բուժել, այլ հանգեցնել անդառնալի հետևանքների։ Այս տեղեկությունը կարող է փոխել ձեր կյանքը։ Բաժանորդագրվեք հիմա եւ մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք, թե քանիսով ենք մենք։ Գյումրեցի տիկին Անահիտը նստած է պատուհանի մոտ։ Նրա ոտքերը կարծես կապարից լինեն։ Երեկոյան դրանք այտուցվում են անտանելիորեն։ Ձեզ ծանոթ է այս զգացողությունը։ Նա նայում է իր սիրելի կոշիկներին։ Դրանք այլևս նրան չեն լինում։ Ամեն երեկո նույն տանջանքն է կրկնվում, իսկ գիշերները ցավից արթնանում է։ Դուք եք գիշերները ցավ զգում։ Նա բացում է պահարանը։ Այնտեղ դեղատնից գնված քսուկների մի ամբողջ շարան է։ Յուրաքանչյուրը խոստանում էր հրաշք, բայց արդյունքը միշտ նույնն է՝ 15 րոպեյանոց սառը զգացողություն եւ վերջ։ Եթե նա ոչինչ չձեռնարկի, այդ կապույտ օձերը կտարածվեն, ցավը կդառնա մշտական ուղեկից, իսկ հետո կարող են առաջանալ չբուժվող տրոֆիկ խոցեր։ Սա է սպասում նրանց, ովքեր հույսը դնում են քիմիայի վրա, բայց հիշողության խորքում մի լույս է վառվում։ Նա տեսնում է իր նախատատին, Արցախի լեռներից Շուշանիկ տատին, եւ հույս է արթնանում, որ փրկությունը գոյություն ունի։ Շուշանիկ տատը 90 տարեկան էր։ Նրա դեմքը կնճռոտ էր ինչպես չորացրած խնձոր, բայց նրա քայլվածքը թեթև էր։ Նրա ոտքերի վրա չկար ոչ մի ուրաց երակ։ Ինչպես էր դա նրան հաջողվում։ Անահիտը հիշում է, թե ինչպես էր Շուշանիկ տատն արշալույսին բարձրանում սարերը։ Նրա կոշտացած ձեռքերը հավաքում էին ուրց ու դաղց։ Օդը լցվում էր բուժիչ բույրերով։ Նա ոտաբոբիկ քայլում էր սառը ցողի վրա, իսկ հետո լվացվում էր լեռնային սառնորակ աղբյուրի ջրով։ Հիշում եք ձեր տատիկների իմաստությունը։ Երեկոյան, ճարճատող բուխարուվոտ, նա իր դուստերին գաղտնիքներ էր շշնջում։ Նա սովորեցնում էր, թե ինչպես պահպանել անոթների երիտասարդությունը։ Նա խոսում էր ոչ թե դեղերի, այլ բնության ուժի մասին։ Այդ գիտելիքը փոխանցվում էր մորից դստերը, հին աղոթքների հետ միահյուսված։ Եթե այսօր մենք չվերադառնանք այդ գիտելիքին, մեր երեխաները 40 տարեկանում կտարապեն այն հիվանդություններից, որոնք մեր նախնիները չեն իմացել նույնիսկ 90-ում։ Պատկերացրեք, որ ընդամենը մի քանի շաբաթից ձեր ոտքերը կարող են վերագտնել իրենց նախկին թեթևությունը։ Իսկ ինչ է կատարվում այսօր։ Տիեզերական տեխնոլոգիաների դարում մենք ապրում ենք աղետի մեջ։ Տիկին Անահիտը նորից նայում է իր քսուկներին։ Դրանցից մեկի համար նա վճարել է 18000 դրամ։ Գովազդը խոստանում էր նորարարական բանաձև։ Իրականում դա ընդամենը մենթոլի եւ քիմիական հավելումների խառնուրդ է։ Այն պարզապես խաբում է մաշկի ընկալիչներին, իսկ խնդրի արմատը թույլ երակային պատերը մնում են անփոփոխ։ Դուք եք զգացել այդ խաբկանքը։ Այս դեղերը կախվածություն են առաջացնում։ Դուք սկսում եք հավատալ, որ առանց դրանց չեք կարող ապրել։ Սա միլիարդավոր դոլարների բիզնես է, որը կառուցված է ձեր ցավի վրա։ Անահիտը հիշում է իր երիտասարդ բժշկի խոսքերը։ Մի անգամ փակ դռների հետևում նա խոստովանեց. «Տիկին Անահիտ, մենք գիտենք, որ այս քսուկները չեն բուժում, բայց մենք ստիպված ենք դրանք նշանակել։ Իսկ գիտեք, թե մենք ինչ ենք խորհուրդ տալիս մեր մայրերին։ Հենց այն, ինչ անում էր ձեր Շուշանիկ տատը։ Այո, ժամանակակից գիտությունն այսօր ցնցված է։ Գերմանիայի եւ Շվեյցարիայի առաջատար կլինիկաները հաստատում են մի անհավանական փաստ։ Մեր նախնիների պարզ, հազարամյակների պատմություն ունեցող մեթոդներն ավելի արդյունավետ են, քան նորագույն դեղամիջոցները։ Նրանք ապացուցել են, որ բնական միջոցները ոչ թե քողարկում, այլ վերականգնում են անոթների կառուցվածքը։ Նրանք մարզում են երակները, ինչպես մարզիկն է մարզում իր մկանները։ Ֆարմացևտիկ հսկաները փորձում են թաքցնել այս ճշմարտությունը, բայց այն արդեն դուրս է եկել լաբորատորիաների բատերից։ Եվ հենց հաջորդ րոպեներին ես կբացահայտեմ ձեզ այն գլխավոր գաղտնիքը, որը Շուշանիկ տատը շշնջում էր իր թոռնուհու ականջին։ Այն գաղտնիքը, որը կվերադարձնի ձեր ոտքերին թեթևությունը եւ կազատի ձեզ թանկարժեք, բայց անօգուտ դեղերից ընդմիշտ։ Անահիտը հասկացավ մի սարսափելի ճշմարտություն։ Նրան խաբում էին։ Ձեզ էլ են խաբում։ Ամեն օր, ամեն ժամ, երբ դուք միացնում եք հեռուստացույցեր։
Այն գաղտնիքը, որը կարող էր նրան վերադարձնել թեթև քայլվածքը, թաքնված էր ոչ թե թանկարժեք տուփերի, այլ սովորական ջրի ծորակի մեջ։ Պատկերացրեք տաք ջրի շիթը, այն շոյում է ձեր հոգնած այտուցված ոտքերը։ Դուք զգում եք, թե ինչպես է լարվածությունը հեռանում։ Եվ հետո սառցե շոկ։ Ջուրը, որը սառն է ինչպես լեռնային աղբյուրը, կծում է ձեր մաշկը։ Ընդամենը 30 վայրկյան։ Այն արթնացնում է ամեն մի բջիջ, ամեն մի անոթ։ Ինչու են սա ձեզանից թաքցնում։ Պատասխանը փողն է։ Հաշվարկները ցույց են տալիս, որ միայն Հայաստանում տարեկան ծախսվում է ավելի քան 5 միլիարդ դրամ երակների լայնացման դեմ քսուքների վրա։ Եթե բոլորը իմանան այս անվճար մեթոդի մասին, դեղագործական հսկաները կկորցնեն այդ հսկայական գումարը։ Նրանք չեն ուզում, որ դուք բուժվեք։ Նրանք ուզում են, որ դուք անverջ գնեք իրենց քիմիան։ Եթե դուք շարունակեք հավատալ նրանց, ձեր երակները կշարունակեն թուլանալ, մինչև միակ ելքը մնա վիրահատական սեղանը։ Բայց կա այլ ճանապարհ։ Ընդամենը 1 ամսից դուք կարող եք մոռանալ ծանրության զգացումի մասին եւ նորից հագնել ձեր սիրելի կոշիկները։ Եկեք հասկանանք, թե ինչպես է սա աշխատում։ Ձեր երակները նման են հին ջրի ճկափողի։ Ժամանակի ընթացքում այն ձգվում է, կորցնում առանձգականությունը։ Նույնն էլ ձեր երակներն են։ Տաք ջուրը լայնացնում է դրանք, թուլացնում։ Իսկ սառը ջուրը ստիպում է կտրուկ սեղմվել, տոնուսի մեջ գալ։ Դուք զգում եք տարբերությունը։ Սա իսկական մարզանք է ձեր անոթների համար։ Իսկ ինչ է անում քսուքը։ Այն պարզապես սառեցնում է մաշկը։ Դա նույնն է, ինչ փչացած ատամի վրա սառույց դնելը։ Ցավը ժամանակավորապես կանցնի, բայց ատամը կշարունակի փչանալ։ Անահիտը հիշեց Հադրութի շրջանի իրենց գյուղը։ Այնտեղ կանայք մինչև խոր ծերություն աշխատում էին այգիներում։ Նրանք օրական կիլոմետրեր էին քայլում, բայց ոչ ոք չէր գանգատվում ոտքերի ծանրությունից։ Նրանց դեղատունը սառնորակ գետակն էր։ Ամեն երեկո ծանր աշխատանքից հետո նրանք կանգնում էին գետի մեջ մինչև ծնկները։ Այդ սառը ջուրը հանում էր օրվա հոգնածությունը եւ մարզում նրանց երակները։ Նրանք չգիտեին ֆլեբոլոգ բառը, բայց գիտեին առողջության հազարամյա գաղտնիքը։ Ժամանակակից գիտությունը սկսել է ուսումնասիրել այս տատիկի մեթոդը եւ արդյունքները ցնցող են։ Գերմանիայի Բաթ Վյորիսոֆեն քաղաքի հիդրոթերապիայի ինստիտուտում բժիշկ Կլաուս Ռիխտերը 2018 թվականին անցկացրեց մի հետազոտություն։ 500 կին, որոնք տառապում էին վարիկոզի սկզբնական փուլով, 3 ամիս շարունակ ամեն օր կատարում էին կոնտրաստային լվացումներ։ Արդյունքները ապշեցրին նույնիսկ թերյահավատներին։ Կանանց 82%-ի մոտ երակային պատը զգալիորեն ամրացել էր։ 91%-ը նշել էր ծանրության եւ այտուցի անհետացում։ Ոչ մի թանկարժեք դեղամիջոց նման արդյունք չի տալիս։ Երևանցի երիտասարդ անոթային վիրաբույժ Վարդան Պետրոսյանը խոստովանում է. «Ես սկզբում չէի հավատում, բայց երբ տեսա, թե ինչպես է իմ 70-ամյա մայրիկի վիճակը բարելավում այս մեթոդից, ես հասկացա, որ մենք ինչ-որ կարևոր բան ենք մոռացել։ Այժմ ես իմ ամենամտերիմ հիվանդներին գաղտնի խորհուրդ եմ տալիս այս մեթոդը»։ Անահիտը վերջապես հասկացավ. փրկությունը ոչ թե հաբերի, այլ իմաստության մեջ է, բայց գիտելիքը զենք է միայն ճիշտ ձեռքերում։ Մի սխալ քայլը կարող է ամեն ինչ փչացնել եւ նույնիսկ վնասել։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է իմանալ ոսկե կանոնները։ Անահիտը որոշեց հասկանալ ամեն ինչ մինչև վերջ։ Նա ուզում էր իմանալ, թե ինչ է կատարվում իր մարմնում, ինչու է սովորական ջուրն ավելի հզոր, քան թանկարժեք քիմիան։ Պատկերացրեք ձեր երակները որպես փոքրիկ գետեր։ Այդ գետերում կան դարպասներ, փականներ։ Երբ դուք երիտասարդ եք, դրանք ամուր փակվում են։ Արյունը հոսում է միայն դեպի վեր, դեպի սիրտը։ Ձեզ մոտ էլ այդ դարպասները թուլացել։ Տարիքի հետ երակների պատերը թուլանում են, ձգվում։ Փականներն այլևս ամուր չեն փակվում։ Արյունը սկսում է հետ հոսել եւ լճանալ ոտքերում։ Ահա սա է ձեր ծանրության եւ այտուցի պատճառը։ Եթե սա չկանգնեցնել, ճնշումը կմեծանա, երակները կսկսեն բորբոքվել, կարող է առաջանալ թրոմբ։ Իսկ պոկված թրոմբը մահացու վտանգ է, ցնցող փաստ։ Հայաստանում ամեն տարի մոտ 1500 մարդ մահանում է թոքային զարկերակի թրոմբոեմբոլիայից։ Սա հաճախ վարիկոզի անտեսված հետևանքն է, բայց կա հույս։ Ընդամենը 21 օրից դուք կարող եք ստիպել ձեր գետերին նորից ճիշտ հոսել։ Իսկ ինչպես է ջուրը վերանորոգում այդ դարպասները։ Ձեր երակների պատերը պարունակում են մանր մկանային թելիկներ։ Դուք գիտեիք դրա մասին։ Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը նրանց համար շոկ է։ Սառը ջուրը ստիպում է այդ մկաններին ռեֆլեքսորեն կծկվել, իսկ տաքը թուլանալ։ Սա իսկական մարզանք է։ Դա նույնն է, ինչ համրերով մարզել ձեռքի մկանները։
Ամեն օր մարզվելով, դրանք դառնում են ավելի ամուր, առաձգական։ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանում 2019 թվականին ապացուցեցին մի զարմանալի բան։ Կոնտրաստային ցնցուղը 30%-ով բարձրացնում է նորեպինեֆրին հորմոնի արտադրությունը անոթների պատերում։ Այս հորմոնը բնական դեղ է, որը սեղմում է անոթները և բարձրացնում դրանց տոնուսը։ Ոչ մի քսուք նման ազդեցություն չունի։ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ֆլեբոլոգ բժիշկ Արմեն Սարգսյանը խոստովանում է. «Ես ինքս էի տառապում ոտքերի ծանրությունից։ Որոշեցի փորձել այս մեթոդը ինձ վրա։ 1 ամիս անց ես մոռացա խնդրի մասին։ Հիմա ես այն խորհուրդ եմ տալիս իմ բոլոր հիվանդներին, ում մոտ հակացություններ չկան։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ձեր մարմնում կա ևս մեկ համակարգ՝ լիմֆատիկ։ Պատկերացրեք այն որպես քաղաքի կոյուղի։ Այն հավաքում է բոլոր թափոններն ու ավելորդ հեղուկը հյուսվածքներից։ Ձեր այտուցները հենց այդ կոյուղու խցանման արդյունքն են։ Ի տարբերություն արյան, լիմֆա չունի սիրտ, որը կմղի այն։ Այն շարժվում է միայն մկանների կծկումների շնորհիվ։ Իսկ ինչ է անում կոնտրաստային ցնցուղը։ Այն ստեղծում է հզոր պոմպային էֆեկտ։ Անոթների սեղմումն ու լայնացումը մղում են լճացած լիմֆան։ Ձեր օրգանիզմը սկսում է ինքնամաքրվել։ Դուք զգում եք, թե որքան խելացի է մեր մարմինը։ Ստենֆորդի համալսարանի 2021 թվականի հետազոտությունը ցույց տվեց, որ կոնտրաստային հիդրոթերապիան 4 անգամ արագացնում է լիմֆայի հոսքը ստորին վերջույթներում։ Այսինքն, ձեր այտուցները կարող են նվազել 4 անգամ ավելի արագ, քան միզամուղ դեղահաբերի դեպքում, ընդ որում առանց որևէ կողմնակի ազդեցության։ Անահիտը վերջապես հասկացավ Շուշանիկ տատի իմաստությունը։ Նա չգիտեր գիտական տերմիններ, բայց զգում էր բնության օրենքները։ Հիմա, երբ գիտությունն ապացուցել է այս մեթոդի ուժը, մեր միակ խնդիրն է սովորել այն ճիշտ կիրառել, որովհետև նույնիսկ ամենաօգտակար դեղը կարող է թույն դառնալ, եթե չգիտես ճիշտ չափաբաժինը։ Անահիտը հասկացավ, որ գիտելիքը միայն կես ճանապարհն է։ Գլխավորը ճիշտ գործելն է։ Ամենափոքր սխալը կարող է ամեն ինչ փչացնել։ Ձեզ հետ էլ այդպես եղել։ Պատկերացրեք, դուք թխում եք ձեր սիրելի գաթան։ Եթե շաքարավազի փոխարեն աղ լցնեք, ամեն ինչ կփչանա։ Նույնն էլ այստեղ է։ Շատերը լսում են կոնտրաստային ցնցուղ և սկսում են անմիջապես սառցե ջուր լցնել իրենց վրա։ Սա սարսափելի սխալ է։ Այն կարող է առաջացնել անոթների սպազմ և նույնիսկ վատթարացնել վիճակը։ Եթե դուք չհետևեք ճիշտ հաջորդականությանը, դուք ոչ թե կբուժեք, այլ կվնասեք ձեր երակները։ Անոթային պատերը կարող են էլ ավելի թուլանալ, իսկ դա նշանակում է ավելի շատ այտուց, ավելի շատ ցավ։ Բայց եթե դուք ամեն ինչ անեք ճիշտ, արդեն առաջին շաբաթվա վերջում կզգաք, որ ձեր ոտքերը կարծես թևեր են առել։ Եվ այսպես, ահա ոսկե կանոններով բաղադրատոմսը։ Սա պետք է անել երեկոյան, քնելուց առաջ։ Ձեր մարմինը կհանգստանա և կվերականգնվի գիշերվա ընթացքում։ Քայլ 1. Տաք նախերգանք։ Միշտ սկսեք տաք ջրից, ոչ թե այրող, այլ հաճելի տաք։ Ջերմաչափով չափելու կարիք չկա։ Ջուրը պետք է լինի այնպիսին, ինչպիսին դուք սիրում եք լոգանք ընդունել։ Ուղղեք ցնցուղը ոտնաթաթերի վրա, դանդաղ սիրով բարձրացրեք այն վերև մինչև ծնկները։ Եթե խնդիրը ավելի բարձր է, մինչև ազդրերի կեսը, շարունակեք 2 րոպե։ Ինչ է կատարվում այս պահին։ Ձեր անոթները լայնանում են, արյունը սկսում է ավելի արագ շրջանառվել։ Դուք նախապատրաստում եք դրանք գլխավոր փորձությանը։ Քայլ 2. Սառը շոկ։ Հիմա ամենակարևոր պահն է։ Կտրուկ փոխեք ջուրը սառեի։ Սկզբի համար այն կարող է լինի սենյակային ջերմաստիճանի։ Պետք չէ միանգամից սառույցով ջուր լցնել։ Լսեք ձեր մարմնին։ Սառը ջուրը պահեք ընդամենը 30 վայրկյան, ոչ ավել։ Այս պահին ձեր անոթները կտրուկ սեղմվում են։ Սա է հենց այն մարզանքը, որը նրանց պետք է։ Ցնցող փաստ։ Գիտնականներն ապացուցել են, որ 30 վայրկյանանոց սառը ցնցուղը 50%-ով բարձրացնում է էնդորֆինների, երջանկության հորմոնների մակարդակը։ Քայլ 3. Կրկնություն գիտելիքի մայր։ Անմիջապես նորից միացրեք տաք ջուրը, 2 րոպե, հետո նորից սառը, 30 վայրկյան։ Կրկնեք այս ցիկլը 3-4 անգամ։ Դուք զգում եք, թե ինչպես է ձեր մաշկը կարմրում, զգում եք թեթև ծակծկոց։ Սա նշան է, որ արյան շրջանառությունը ակտիվացել է։ Քայլ 4. Ոսկե ավարտ։ Սա ամենակարևոր կանոնն է։ Միշտ ավարտեք պրոցեդուրան սառը ջրով։ Սա թույլ կտա ձեր անոթներին մնալ տոնուսի մեջ, և թեթևության զգացողությունը կպահպանվի ավելի երկար։ Անահիտը սկսեց կատարել այս պրոցեդուրան ամեն երեկո։ Առաջին օրերին դժվար էր, սառը ջուրը անսովոր էր, բայց նա չհանձնվեց։ Երրորդ օրը նա նկատեց, որ երեկոյան այտուցը մի փոքր նվազել է։
Մեկ շաբաթ անց նա առաջին անգամ ամիսների մեջ կարողացավ ամբողջ գիշեր քնել, առանց ցավից արթնանալու։ 2 շաբաթ անց նա փորձեց իր 5 կոշիկները եւ հրաշք, դրանք նրան եղան։ Նրա ուրախությանը չափ չկար։ Նա հասկացավ, որ գտել է իր փրկությունը, բայց սա դեռ սկիզբն էր։ Կան փոքրիկ գաղտնիքներ, որոնք կարող են կրկնապատկել այս մեթոդի արդյունավետությունը, եւ հաջորդիվ ես կբացահայտեմ դրանք ձեզ։ Անահիտը զգում էր, որ իր կյանքը փոխվում է, բայց նա չգիտեր, որ կան գաղտնիքներ, որոնք կարող են կրկնապատկել արդյունքը։ Քչերը գիտեն, որ մեր սրունքի մկանները մեր երկրորդ սիրտն են։ Դուք գիտեիք այդ մասին։ Հենց դրանք են օգնում երակներին արյունը հետ մղել դեպի վեր։ Եվ կան պարզագույն վարժություններ, որոնք պետք է անել անմիջապես կոնտրաստային ցնցուղից հետո։ Այն, ինչ ձեզ երբեք չեն ասի պոլիկլինիկայում ժամանակի սղության պատճառով։ Եթե դուք անտեսեք այս մկանները, նույնիսկ ամենաճիշտ ցնցուղը կտա միայն 50% արդյունք։ Ձեր երակները կմնան առանց իրենց գլխավոր օգնականի, իսկ դա նշանակում է, որ հիվանդությունը կարող է վերադառնալ։ Բայց եթե դուք տրամադրեք օրական ընդամենն 5 րոպե, դուք կստեղծեք ամուր մկանային կորսետ ձեր երակների համար, եւ 2 ամսից դուք կկարողանաք ոչ միայն հանգիստ քայլել, այլև նույնիսկ պարել ձեր թորնիկի հարսանիքին։ Ահա այն գաղտնիքները, որոնք օգտագործում են միայն ամենափորձառու ֆիզիոթերապևտները։ Գաղտնիք 1. Օդային հեծանիվ։ Ցնցուղից հետո պարկեք մեջքի վրա, բարձրացրեք ոտքերը եւ սկսեք հեծանիվ քշել օդում։ Շարժումները պետք է լինեն դանդաղ, սահուն։ Զգացեք, թե ինչպես է լարվում ձեր սրունքը, շնչեք հանգիստ եւ խորը, կատարեք 1 րոպե։ Այս վարժությունը հրաշալի կերպով քամում է լճացած արյունը երակներից։ Ցնցող փաստ։ Գերմանացի գիտնականները չափել են, որ այս վարժությունը 40%-ով բարձրացնում է երակային արյան վերադարձի արագությունը։ Գաղտնիք 2. Թաթից կրունկ։ Կանգնեք ուղիղ, դանդաղ բարձրացեք ոտքի թաթերի վրա, որքան կարող եք բարձր։ Պահեք դիրքը 3 վայրկյան, հետո սահուն իջեք կրունկների վրա բարձրացնելով ոտնաթաթերը, կրկնեք 15 անգամ։ Դուք զգում եք, թե ինչպես է այրվում ձեր սրունքը։ Սա նշանակում է, որ ձեր երկրորդ սիրտը սկսել է աշխատել։ Գաղտնիք 3. Մերսում սառույցով։ Սա միայն ամենահամարձակների համար է։ Պատրաստեք սառույցի կտորներ։ Ցնցուղից հետո թեթև շարժումներով, առանց ճնշելու, սառույցի կտորով մերսեք ձեր սրունքները ներքևից վերև, շարունակեք 1-2 րոպե։ Սա առաջացնում է անոթների հզոր սեղմում եւ անմիջապես հանում է այտուցը։ Եկեք պատմեմ Երևանից 68-ամյա Արթուրի մասին։ Նա վարորդ էր, տարիներ շարունակ նստակյաց աշխատանքը քայքայել էր նրա ոտքերը։ Նրա ախտորոշումն էր երկրորդ աստիճանի քրոնիկ երակային անբավարարություն։ Նա ծախսել էր ավելի քան 1 միլիոն դրամ դեղերի եւ բժիշկների վրա։ Անարդյունք։ Նա արդեն համակերպվել էր մտքի հետ, որ մինչև կյանքի վերջ պետք է տարապի։ Մի օր նա պատահաբար լսեց այս մեթոդի մասին, սկզբում չհավատաց, բայց հուսահատությունից որոշեց փորձել։ Նա սկսեց կատարել ցնցուղներն ու այս վարժությունները։ Առաջին շաբաթը փոփոխություն չզգաց, նա ուզում էր թողնել ամեն ինչ, բայց կինը համոզեց շարունակել, եւ երրորդ շաբաթում նա նկատեց, որ գիշերային ջղաձգումները դադարել են։ 1 ամիս անց նա կարողացավ առանց ցավի 15 րոպե քայլել։ 3 ամիս անց նա բարձրացավ կասկադի աստիճաններով։ Սա նրա համար իսկական հաղթանակ էր։ Այսօր Արթուրը 70 տարեկան է։ Նա ամեն օր 5 կիլոմետր քայլում է եւ մոռացել է իր հիվանդության մասին։ Նրա պատմությունը ապացույց է, որ երբեք պետք չէ հանձնվել։ Բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունեն վտանգներ, որոնց մասին դուք պարտավոր եք իմանալ նախքան այս ամենը սկսելը։ Անահիտը հաղթանակած էր զգում։ Նրա ոտքերը թեթև էին, ինչպես տարիներ առաջ, բայց հիմա մենք պետք է խոսենք ամենալուրջ թեմայի մասին։ Խոսքը ձեր կյանքի մասին է։ Այս մեթոդը հզոր զենք է, բայց սխալ ձեռքերում այն կարող է մահացու լինել։ Դուք հասկանում եք այս պատասխանատվությունը։ Ես ուզում եմ, որ դուք լսեք ինձ ուշադիր, ինչպես կլսեիք ձեր բժշկին։ Եթե դուք ունեք այն խնդիրներից գոնե մեկը, որոնց մասին հիմա կխոսեմ, դուք պետք է մոռանաք այս մեթոդի մասին։ Ընդմիշտ, եթե դուք անտեսեք այս նախազգուշացումը, դուք կարող եք հայտնվել հիվանդանոցում, կամ ավելի վատ, սա կատակ չէ, ձեր կյանքը կախված է այս տեղեկատվությունից։ Բայց եթե դուք զգույշ լինեք եւ հետևեք կանոններին, դուք կապրեք երկար եւ առողջ կյանքով, առանց ցաղի։ Եվ այսպես, ահա այն կարմիր գծերը, որոնք երբեք չի կարելի հատել։ Բացարձակ հակացուցում համար 1. Թրոմբոֆլեբիտ։ Եթե ձեր ոտքի վրա կա կարմիր, տաք, ցավոտ եւ պինդ հատված, դա կարող է լինել թրոմբի նշան։ Ջերմաստիճանի ցանկացած փոփոխություն կարող է պոկել այդ թրոմբը, իսկ պոկված թրոմբը 90% դեպքերում հանգեցնում է մահվան րոպեների ընթացքում։ Դուք պատրաստ եք այդ ռիսկին։ Եթե կասկածում եք, անմիջապես դիմեք անոթային վիրաբույժի։
Բացարձակ հակացուցում համար 2. Սրտի ծանր հիվանդություններ։ Եթե դուք տարել եք ինֆարկտ, ինսուլտ կամ ունեք սրտի անբավարարություն, կոնտրաստային ցնցուղը լրացուցիչ բեր է ձեր սրտի համար։ Ձեր սիրտը կարող է չդիմանալ։ Բացարձակ հակացուցում համար 3. Բաց վերքեր և տրոֆիկ խոցեր։ Ջուրը կարող է վարակ մտցնել վերքի մեջ և առաջացնել արյան վարակում, սեպսիս։ Բացարձակ հակացուցում համար 4. Ուռուցքային հիվանդություններ։ Ջերմային պրոցեդուրաները կարող են խթանել ուռուցքի աճը։ Հիմա դեղերի մասին։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, օրինակ վարֆարին, քսարելտո, ասպիրին, դուք պետք է շատ զգույշ լինեք։ Կոնտրաստային ցնցուղը ուժեղացնում է արյան շրջանառությունը, ինչը կարող է փոխել այս դեղերի ազդեցությունը։ Նախքան սկսելը, պարտադիր խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Մի զբաղվեք ինքնագործունեությամբ։ Անահիտը խելացի կին էր, նա հասկանում էր, որ իր առողջությունը իր ձեռքերում է։ Նա սկսեց վարել առողջության օրագիր։ Ամեն օր նա գրում էր, թե ինչպես է իրեն զգում, որքան է այտուցը, կա արդյոք ցավ, ինչպիսին է տրամադրությունը։ Սա օգնեց նրան հասկանալ, թե ինչպես է իր մարմինն արձագանքում բուժմանը։ Նա չէր շտապում։ Նա գիտեր, որ այն, ինչ փչացել է տարիների ընթացքում, չի կարող վերականգնվել մեկ օրում։ Համբերությունը ոսկուց թանկ է։ Ձեր մարմինը ձեր տունն է, և դուք պետք է հոգ տանեք դրա մասին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունի ամբողջական կենսակերպ, որը կարող է ձեզ վերադարձնել երիտասարդությունը, ոչ միայն ոտքերին, այլև ամբողջ մարմնին։ Եվ հաջորդիվ մենք կխոսենք հենց դրա մասին։ Անահիտը հասկացավ մի կարևոր բան. ոտքերը մարմնից առանձին չեն։ Նրանց առողջությունը կախված է ամբողջ օրգանիզմից, ինչպես ծառի ճյուղը չի կարող առողջ լինել, եթե արմատները հիվանդ են։ Դուք համաձայն եք այս մտքի հետ։ Կոնտրաստային ցնցուղը հզոր գործիք է, բայց եթե դուք շարունակեք սխալ սնվել, նստակյաց կյանք վարել, դրա արդյունքը կլինի ժամանակավոր։ Դուք պետք է փոխեք ձեր կենսակերպը։ Եթե դուք չանեք դա, ձեր անոթները կշարունակեն թուլանալ, ձեր արյունը կշարունակի թանձրանալ։ Իսկ դա ոչ միայն վարիկոզ է, այլև ինֆարկտի և ուղիղ ճանապարհ։ Ամեն տարի Հայաստանում 60-ից բարձր տարիքի մոտ 7000 մարդ մահանում է սրտի հիվանդություններից։ Բայց եթե դուք հետևեք այն պարզ խորհուրդներին, որոնք ես կտամ, դուք կնվազեցնեք այդ ռիսկը 50%-ով։ Սկսենք սնունդից։ Ձեր արյունը պետք է լինի հոսուն, ոչ թե թանձր, իսկ դրա համար պետք է ուտել ճիշտ մթերքներ։ Մեր հայկական հողը մեզ տալիս է ամեն ինչ։ Կերեք ավելի շատ ճակնդեղ, այն հրաշալի կերպով մաքրում է արյունը։ Կերեք նուր, այն ամրացնում է անոթների պատերը։ Ամեն օր կերեք մի պճեղ սխղտոր։ Այն բնական ասպիրին է, որը ջրիկացնում է արյունը։ Իսկ գիտեք, թե որն է ամենաօգտակար բույսը երակների համար։ Դա հնդկացորենն է։ Այն պարունակում է ռուտին, որը վերանորոգում է վնասված անոթները։ Ահա մի պարզ բաղադրատոմս։ Երեկոյան 3 ճաշի գթալ հնդկացորենի վրա լցրեք մի բաժակ մածուն։ Թողեք մինչև առավոտ։ Սա կլինի ձեր իդեալական նախաճաշը։ Դուք փորձել եք սա երբևէ։ Երկրորդ, շարժում։ Շարժումը կյանք է։ Եթե դուք ամբողջ օրը նստում եք, ձեր արյունը լճանում է ոտքերում։ Ամեն օր քայլեք առնվազն 30 րոպե։ Ոչ թե դանդաղ, այլ միջին արագությամբ։ Զգացեք, թե ինչպես են աշխատում ձեր սրունքի մկանները։ Սա ամենալավ մերսումն է ձեր երակների համար։ Եթե դուք երկար եք նստում, ամեն ժամը մեկ վեր կացեք և 5 րոպե քայլեք։ Երրորդ, հանգստություն։ Ստրեսը ձեր թշնամին է։ Երբ դուք նյարդայնանում եք, ձեր օրգանիզմն արտադրում է կորտիզոլ հորմոնը։ Այն սեղմում է անոթները և բարձրացնում ճնշումը։ Սովորեք հանգստանալ։ Գտեք ձեզ համար հաճելի զբաղմունք։ Կարդացեք, լսեք երաժշտություն, զրուցեք թոռնիկների հետ։ Ամեն օր 10 րոպե նստեք լուռ, փակեք աչքերը և խորը շնչեք։ Զգացեք, թե ինչպես է հանգստությունը լցնում ձեր մարմինը։ Անահիտը փոխեց իր կյանքը։ Նա սկսեց ճիշտ սնվել, ամեն օր քայլել այգում։ Նա սկսեց ավելի շատ ժպտալ։ Եվ նա նկատեց, որ ոչ միայն ոտքներն են լավացել, նրա ճնշումը կարգավորվեց։ Նա սկսեց ավելի լավ քնել։ Նա զգում էր իրեն 10 տարով երիտասարդ։ Նա հասկացավ, որ առողջությունը մի ամբողջություն է։ Եվ հիմա, երբ մենք անցել ենք այս երկար ճանապարհը, եկել է ամփոփելու և ամենակարևոր եզրակացություններն անելու ժամանակը։ Մենք միասին երկար ճանապարհ անցանք։ Անահիտի հետ միասին մենք բացահայտեցինք մեր նախնիների մոռացված իմաստությունը։ Մենք հասկացանք, թե ինչպես են մեզ խաբում, և մենք սովորեցինք այն պարզ քայլերը, որոնք կարող են մեզ վերադարձնել առողջությունն ու թեթևությունը։ Հիմա դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Ձեր առջև երկու ճանապարհ կա։ Որ ճանապարհով կգնաք դուք։
Առաջին ճանապարհը հինն է, ծանոթը։ Դուք կարող եք փակել այս տեսանյութը եւ վերադառնալ ձեր սովորական կյանքին, շարունակել գնել ցանկարժեք, բայց անօգուտ քսուքներ, շարունակել տառապել ծանրությունից եւ այտուցներից, շարունակել դիտել, թե ինչպես են ձեր երակները օրեցօր ավելի վատանում։ 1 ամիս անց ցավը կդառնա ավելի սուր։ 6 ամիս անց դուք հնարավոր է չկարողանաք առանց ձեռնափայտի քայլել։ 1 տարի անց բժիշկը ձեզ կասի, որ միակ ելքը վիրահատությունն է։ Սա է անգործության գինը։ Բայց կա եւ երկրորդ ճանապարհը, ճանապարհ դեպի առողջություն եւ ազատություն։ Այսօր, հենց այս երեկո, դուք կարող եք անել ձեր առաջին կոնտրաստային ցնցուղը։ Այո, սկզբում դա կարող է անսովոր լինել, բայց արդեն 1 շաբաթից դուք կզգաք առաջին փոփոխությունները։ Այտուցը կսկսի նվազել։ Գիշերները դուք ավելի հանգիստ կքնեք։ 1 ամիս անց դուք կմոռանաք ծանրության զգացումի մասին։ Դուք կզարմանաք, թե որքան էներգիա ունեք։ 6 ամիս անց դուք կնայեք ձեր ոտքերին եւ չեք ճանաչի դրանք։ Կապույտ ցանցը կնահանջի։ Դուք կկարողանաք հագնել ձեր սիրելի զգեստները եւ չմաչել ձեր մարմնից։ Ձեր ընկերները կհարցնեն ձեր երիտասարդության գաղտնիքը, իսկ դուք կժպտաք եւ կհիշեք այս օրը։ Անահիտն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Այսօր նա 70 տարեկան է, բայց նրա աչքերում կյանքի կայծ կա։ Նա ամեն առավոտ իր թոռնիկին տանում է մանկապարտեզ, ոտքով։ Նա գրանցվել է Պարի խմբակում տարեցների համար։ Նա սկսել է նորից նկարել, ինչի մասին մոռացել էր տասնամյակներ շարունակ։ Նա ոչ միայն բուժեց իր ոտքերը, նա վերադարձրեց իրեն կյանքի ուրախությունը։ Նա հասկացավ, որ մեր առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է, եւ մենք պարտավոր ենք հոգ տանել դրա մասին։ Սա ոչ թե պարտականություն է, այլ սեր եւ հարգանք սեփական անձի նկատմամբ։ Դուք սիրում եք ձեզ։ Ձեր մարմինը բնության հրաշք է։ Այն ունի ինքնաբուժվելու անհավանական կարողություն։ Պարզապես պետք է օգնել նրան, լսել նրան, տալ նրա այն, ինչ իրեն պետք է՝ շարժում, ճիշտ սնունդ եւ հանգստություն։ Մի վստահեք գովազդին, վստահեք ձեր նախնիների հազարամյա իմաստությանը եւ ժամանակակից գիտությանը, որը հաստատում է այդ իմաստությունը։ Ընտրությունը ձերն է։ Դուք կարող եք լինել ձեր հիվանդության զոհը կամ կարող եք դառնալ ձեր առողջության տերը։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Գրեք մեկնաբանություններում ձեր պատմությունը, ձեր հարցերը։ Եկեք ստեղծենք մի համայնք, որտեղ մարդիկ կօգնեն միմյանց։ Կիսվեք այս տեսանյութով ձեր մտերիմների հետ։ Հնարավոր է, դուք կփրկեք ինչ-որ մեկի կյանքը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Եվ հիշեք, ձեր առողջությունը ձեր